Բարի սիրելի հայրենակիցներ, այսօր խոսելու ենք եւս մեկ մանիպուլյացիայի մասին։ Վարչապետը ազգային ժողովում վերջերս ասաց, որ քանի որ մեր ավագ սերնդի ներկայացուցիչների հիմնական ծախսը դա առողջական ծախսերն են, առողջապահական ծախսերն են, եւ դա ճշմարտություն է, մենք բոլորս մեր ընտանիքներում ունենք տատիկ, պապիկներ, հայրիկներ, մայրիկներ, ովքեր որ առողջական խնդիրներ են ունենում եւ նրանք ըստ էության պետության կողմից մեծ մասը որևէ կերպ չեն փոխհատուցում այդ ծախսերի։ Մենք որոշել ենք նրանց ընդգրկել 65-ից բարձր քաղաքացիներին 400,000-ից ավել քաղաքացու ընդգրկել առողջության ապահովագրության մեջ եւ դա ամսական ծախս է 10,800 դրամ 200,000-ից ավել ստացող քաղաքացիների համար եւ հետեւաբար ստացվում է, որ 65-ից բարձր անձանց համար պետությունը ամսական 10,800 դրամ վճարում է ապահովագրության համար, ինչը կարելի է ըստ էության համարել կենսաթոշակների կամ նպաստների բարձրացում եւ որոնք ուղղվում են այդ կարևոր ծախսի համար եւ երբ որ կարիք լինի դա նշանակելու է որ մեր քաղաքացիները կարողանում են օգտվել ոչ թե այդքան գումարի ծախսից, այլ 100,000 դրամ, մի քանի 100,000 դրամ, ընդհանուր մինչեւ մի քանի միլիոն դրամ ծախսից եւ հետեւաբար սա մի էական բարելավում է մեր քաղաքացիների կյանքում, սա մի մեծ բեռի թեթևացում է սոցիալական թե իրենց համար եւ թե նրանց ընտանիքի անդամների համար, թեև բոլորին մաղթում եմ առողջություն եւ կարիք չունենաք այդ ծառայությունների օգտագործման, լավ եղեք։